Ընդհանուր առմամբ մի փոքր խոսենք, որովհետև չափից դուրս շատ են երբեք չենք անդրադառնում, երբեմն աբսուրդայնության տեսանկյունից չենք ուզում անդրադառնանք, բայց այսօր խոսենք այն մեղադրանքների մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիոն կոռուպցիա եւ այլն, իդեպ այդ գրողները շատ լավ գիտեն, որ ոչ մի կոռուպցիայի մասին խոսքներ չի կարող, դա շատ մանիպուլատիվ հայտարարություններ, որտեղ երբեք ոչ փաստարկված, բայց ասեմ, որ օրինակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ տարի իր ենթակա կազմակերպությունների հետ միասին 1 միլիարդ դրամից ավել հարկ է վճարել պետբյուջե, եւ այս թիվը մի քանի անգամ մեծ է նախորդ տասնամյակի ցուցանիշներից, ընդ որում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն չի փոխվում։ Ավելանում է հավաքականների քանակը, պրոֆեսիոնալ եւ մանկապատանեկան առաջնություն թիմերի քանակը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում, բայց մենք ստաբիլ կարողանում ենք նաեւ բոլոր տեսակի հարկային բեռը վերցնել մեզ վրա կատարել եւ բացի դա նաեւ փորձել ինչ-որ զարգացման հիմնաքարեր դնել։ Վերջերս UEFA-ի Grow ծրագրի վերլուծաբանները ներկայացրել էին նաև վերլուծություն Հայաստանի էլիտ ֆուտբոլի զարգացման վերաբերյալ, համեմատելով մեզ մեր նման հնա ունեցող բնակչություն եւ տարածք ունեցող երկրների հետ, եւ այդ վերլուծությունը նույնպես շատ փոքր, բայց որոշակի արդյունքների աճ է կանխատեսում գալիք տարիներին եւ այս պահին էլ մենք նմանատիպ այլ ֆեդերացիաների համեմատ մի փոքր ավելի շահեկան դիրքում ենք գտնվում։ Եվ ես ասեմ, որ երբ մենք խոսում ենք արդյունքներից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, այդ արդյունքները նախ չեն սահմանափակվում միայն ազգային հավաքականով, չնայած դա մեր կարևորագույն ֆլագմանն է, եւ մենք դա գիտակցում ենք, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանատու է բոլոր ոլորտների համար, այն ոլորտների համար, որոնք հետաքրքիր չեն գուցել այն հանրությանը, բայց այնտեղ աճը կանխատեսել ենք պարտավորվածություն ենք զգում նաև գումարներ դնել այդ ոլորտներում։ Խոսքը օրինակ սահմանափակ կարողություններով մարդկանց ֆուտբոլի մասին է, խոսքը փախստականների հավաքականի մասին է, որը մասնակցում է վերջին շրջանում միջազգային մրցաշարի եւ բազմաթիվ այլ բաներ։ Եվ ամենակարևորը ավարտելով այս ամենը ես խոսեմ կարևորագույն նպատակի մասին, որ մենք այս տարի ունենք, որը կարող է մեզ շատ այլ տեղում դնել ֆուտբոլային քարտեզի վրա։ Մենք գնում ենք, գիտեք, Վրաստանի հետ համատեղ դեպի հայտ ենք ներկայացնում աշխարհի առաջնությունը ստանալու համար երիտասարդական 2029 թվականի։ Ես հասկանում եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք կցանկանային, որ սա ձախողվեր, բայց սա եւ երկրի համար, եւ հայկական ֆուտբոլի համար մեծագույն նվաճում կլինի, որովհետեւ մենք կարողանանք ներգրավել նոր միջոցներ ենթակառուցվածքները ավելացնելու ճանապարհին, իսկ դա չափազանց կարևոր է, որովհետև որքան էլ մենք խոսում ենք ենթակառուցվածքների ավելացման մասին, մենք կարող ենք շատ հստակ ասել, որ մենք դեռ մեծ պակաս ունենք ենթակառուցվածքների, եւ ես պատահական չէ, որ նշեցի, որ ակումբները վերջերս շատ մեծ սկսել են արդեն ներդրումներ կատարել եւ դա շատ մեծ աջակցություն կբերի նաեւ մեզ ֆուտբոլի զարգացման տեսանկյունից։ Աշխարհի առաջնության որոշումը կայացվելու է այս տարի FIFA-ի կողմից։ Մենք հույս ունենք, որ մենք կստանանք աշխարհի առաջնությունը մեր գործընկերների Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ որից հետո ավելի մանրամասն կներկայացնենք ինչ ծրագրեր են կանել, ինչ ենթակառուցվածքներ են ամենացվելու եւ ինչպես ենք պատրաստվում նաեւ ֆուտբոլային տեսանկյունից մոտենալ այդ աշխարհի առաջնությանը։ Ես շնորհակալ եմ, պատրաստ ենք պատասխանել հարցերի ըստ ոլորտի, որովհետեւ նաև գլխավոր քարտուղար եւ փոխնախագահ